ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը առաջիկա օրերին Հայաստան եւ Ադրբեջան կժամանի, մինչ այդ նրա գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Իտալիայում մեկնարկող 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին։ Հաղորդվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Վենսին հանձնարարել է զարգացնել խաղաղության համաձայնագիրը, վերջ դնելով երկու երկրների միջև երկարամյա հակամարտությանը։ AP-ն գրում է, որ խաղաղության համաձայնագիրն ամրապնդում է ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում այն ժամանակ, երբ Ռուսաստանի ազդեցությունը նվազում է։ ԱՄՆ պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների եւ ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը։ Այն թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքներ կսկսի, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ըստ հաղորդագրության աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում, երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում։ Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Եվրամիությունը տնտեսականից վերածվում է ռազմաքաղաքական միության, որն ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ըստ նրա, Հայաստանը հասկանում է Եվրասիական տնտեսական միության հետ կապերի կարևորությունը եւ որ նրա խոսքով դրանց խզումը կազդի երկրի տնտեսության վրա։ Միաժամանակ Օվերչուկը կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը, որոշակի պահի պետք է որոշում կայացվի։ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին Զայեդ մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, նա նշել է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելով Կովկասի ապագայում նոր էջ կբացվի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի կունենան Օմանում ուրբաթ փետրվարի 6-ին, մինչ այդ հաղորդվում էր հանդիպումը Ստամբուլում անցկացնելու ծրագրերի մասին։ Չնայած բանակցությունների հաստատմանը չկա որևէ նշան, որ կողմերն ընդհանուր լեզու են գտել օրակարգի շուրջ։ Իրանը պնդում է, որ բանակցությունները սահմանափակվեն արևմտյան երկրների հետ իր երկարատև միջուկային վեճի քննարկմամբ, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ միջուկային հարցերից բացի բանակցությունները պետք է ներառեն Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, Մերձավոր Արևելքում զինված պրոքսիներին Թեհրանի աջակցությունը եւ սեփական ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքը։ Ռուսական լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր զոհվել է 55,000 ուկրաինացի զինվոր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Միաժամանակ մեծ թվով անհետ կորածներ կան, վիրավորների թիվը 350,000 է։ Ըստ Զելենսկիի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ճշգրիտ թիվը մնում է անհայտ, քանի որ Կիևը մուտք չունի օկուպացված տարածքներ։ Հայաստանի տարածքում փետրվարի 5-ից 3-ն ու 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 7-ից 9-ին առանձին շրջաններում տեղումներ կլինեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ից 9-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 8 աստիճանով։ Երևանում նույնպես փետրվարի 5-ին եւ 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 3-ից 5 աստիճան տաքություն, երեկոյան ժամերին 0-ից 2 աստիճան ցուրտ։